Պատրաստում ենք խատուտիկի ծաղիկներով մեղր։ Ստացվում է շատ լավ և համեղ մեղր։ Հավաքում ենք 600 հատ խատուտիկի ծաղիկներից։ Ծաղիկները հավաքում ենք առավոտյան 10-ից մինչև 12-ն ընկած հատվածում։ Ծաղիկների թերթերի արանքում լինում է մանր սև միջատներ, փռելու ենք մոտավորապես 10 րոպե, որպեսզի միջատները դուրս գան մեջից։ Այնպիսի տեղում փռեք, որպեսզի հեշտ մաքրվի, քանի որ գույնը տալիս է ծաղիկները։ Այնուհետև ծաղիկները մի քանի անգամ լավ լվանում ենք։ Վեց 100 հատի համար մեզ անհրաժեշտ է 2 լիտր ջուր։ Լցնում ենք խատուտիկի լվացած ծաղիկները և եփելու ենք 10 րոպե։ Տաս րոպե եռալուց հետո կրակն անջատում ենք, թողնում ենք հանգստանա 2-ից 3 ժամ կամ 1 գիշեր։ Ինձ մոտ մնացել է 1 գիշեր և ես ջրքամում եմ, մի փոքր ճզմում եմ ծաղիկները և հյութը լցնում եմ եփելու։ Հյութը մահով եմ ասկացնում, որպեսզի ծաղկի թերթիկներից չանցնեն, և ավելացնում եմ 2 կգ շաքարավազ։ Սկզբնական շրջանում անընդհատ խառնում ենք, որպեսզի շաքարավազը տակին չնստի և չայրվի։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյի կթալ լիմոնի աղ։ Եփում ենք այնքան, մինչ պնդվել է։ Երբ հյութը բավականաչափ կիսվել է և երեսին այսպես խիտ փրփուր է գոյացել, դա նշանակում է, որ եփվել է։ Պատրաստ լինելը կարող եք ստուգել նաև ափսեով, մի փոքր լցնելով, թողնեք հովանա և մեջտեղում այսպես գիծ արեք։ Եթե շատ դժվարությամբ է կպնում իրար, ուրեմն պատրաստ է։ Կրակն անջատում ենք, լցնում տարաները և փակում։ Կարող եք դուք նույնպես փորձել, ստացվում է շատ համեղ և հրաշալի մեղր։